Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք շաբաթը 2 անգամ ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումները։ Բավականին երկար ժամանակ է անցել, որ Պետրոս Ղազարյանն իր տաղավարում չէր հյուրընկալել Վահագն Ալեքսանյանին։ Դե մենք նրան միշտ էլ մեծ հաճույքով ենք մշակում, որովհետև մեր Պետրոսի կատեգորիայի մարդ է։ Ինձ թվում է Վահագ ահագին ժամանակ այստեղ չէր գալի։ Ղազախական ցորենը Հայաստան ներմուծելուց հետո գլուխը խառն է եղել։ Հիմա հավանաբար կերե, կշտացե ու որոշել է գա իր մտքերը կիսվի մեզ հետ։ Իսկ մենք այդ մտքերը վերցնում ենք ու ինչ ենք անում։ Մշակում ենք, այնպես որ բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք հերթական անգամ մշակվում է Վահագն Ալեքսանյան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ալեքսանյան, շնորհակալություն լավ ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Ինչ ես կարդում, Պետրոս։ Դու ինչ ես կարդում, Պետրոս։ Արա այդ դուք բանը չեմ հասկանում, այս Աննային դուք Տիկի Դաննային շանտեղ չեք դնում։ Ասել է այդ աղջիկը, բարև եք տալ իրար, պիտի անպայման հարցնեք։ Ինչ ես կարդում։ Վահագ ջան, ինչ ես կարդում դու։ Ձեր օպոնենտների հիմնական ուժերից մեկը ղեկավարը Քոչարյան ասուլիս տվեց, վստահ եմ հետևել եք, եթե չեք նայ թեզերին եք ծանոթացել, կար ձեզ համար նորություն։ Ճիշտ ասած, ընթացիկ լրահոսում է պատահել մենակ որոշ բաներ, մեծ հաշվով աժոտաժ էլ չկար, ինչ որ հետաքրքրություն առանձնապես չկար, նոր բան ընդհանրապես չկար, ենթադրում, բայց զարմանալի էլ չի։ Գլուխը խառնա Պետրոսյան, այդ ղազախական ցորենը որ եկել է, այստեղ են չի կարողանում գլուխը դրա միջից հանի։ Դες չել իմանում էլ աշխարհում ինչա կատարվում։ Ինքը հիմնականում դրանով ազգում։ Մեկ-մեկ sense կարող է sense ականջի ծերը, sense դուրս գա, ինչ որ մի նորություն բան, լսի էլը մտնի մեջ է։ Խառնա, այսքանի վաղ խառնա Պետրոս։ Գործ չունես դու սրա հետ։ Դու քո գործին էլի Վահագ ջան։ Համովա։ Ռոբերտ Քոչյանը պատերազմի կուսակցության, հավաքական պատերազմի կուսակցության ներկայացուցիչներից մեկն է։ Այդ պատերազմի կուսակցության մի քանի գլխանի դևի գլուխներից մեկն է, ընդամենը ուրիշ ոչինչ։ Արես ինչ է խոսում Պետրոս։ Սա ասում է Քոչարյանը պատերազմի կուսակցության դեմքերից մեկն է։ Վահագ, դու այն ժամանակ փոքր ես էլ, չգիտեմ էլի ինչ են արել քո հետ ոնց այլ է, թե մեծած, բայց դու մեծ տղա ես էլ, բանակ դու Քոչարյանի վաղտ ես, չէ՞ ծառա։ Այդ որ տրուսիկ բան չես ունեցել։ Լսի, բանը այն դոգը ռազմական ոստիկանությունը որ աշխատել է, այդ քո ծառայության վաղտ այլ է։ Արա ոնց որ բռնում է այդ թվերը, արա Պետրոս։ Լավ չեղա։ Լավ, այդ ուրիշ հարց է։ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Վահագ գիտես քանի պատերազմ ա եղել։ Պետրոս դու կիմանաս, դե ված բարգավաճեիր կենտրոն հեռուստաընկերության գիտես քանի պատերազմ ա եղել, երբ որ Քոչարյանն ա եղել նախագահ։ 0 Երբ որ դուք եք եկել իշխանության, մենք կարանք հաշվենք, քանի հատ պատերազմ ա եղել ձեր իշխանության գալուց հետո։ 20 թվականի հուլիս, տավուշ, 20 թվականի սեպտեմբեր, 44 օրյա պատերազմ, էդի երկուս, երորդը, 21 թվի մայիս, շորժա, 4-րդ, 21 թվի մայիս, Սևլիչ, 5-րդ, 21 թվի նոյեմբեր, Իշխանասար, 6-րդ, 22 թվի սեպտեմբեր, Վարդենիչ, Ջերմուկ, Սյունիք, 7-րդ, 2023 թվի Արցախ, մեկօրյա պատերազմ շրջափակում Հայաստան։ Արա 7 տարվա մեջ 7 տարի եք ղեկավարում։ 7 պատերազմ եք բերես երկրի գլխին։ Էն էլ ինչ պատերազմ է, 44 օրյան է մեջը, իր ամենամեծ մասշտաբային։ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում պատերազմ չի եղել։ Ես էլ ասում եմ, Քոչարյանը պատերազմի կուսակցություն։ Արասես բան կլինի Պետրոս, արասես բան կլինի, արա։ Ես զարմանում եմ, էլ ասենք, նա գլիությունները ինչ աստիճանի կարալնի, էլի։ Արա բան մի, պապա քեզ չի ակաշներդ մի հատ քաշում, 10 ծիրակի մի հատ քեզ արա, ասի, այլ լակոտ։
Անչես սուտ խոսում, արա ժողովրդի ոչ կարելի է խաբել, արա ժողովրդի ոչ կարելի է էշի տեղ դնել, արա։ Չի ասում քեզ քո հերդ էս բաներ, արա։ Հիմա ասենք այսօր որ էստի խոսացիր, ախ ուր է այդ մարդը, վակ։ Հա, տեսեք, այ հենց խաղաղության մասին ինքը ասաց, որ այդ խաղաղությունը, որ հիմա դուք ասում եք, կախված է մի մարդու կմահաճույքից, նկատի ունի Ալիևին։ Եթե խաղաղությունը կախված է մի մարդու կմահաճույքից, դա խաղաղություն չի։ Հենց դա հակառակը, մենք ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ու խաղաղությունը երբեք կախված հնարավորինս քիչ կախված լինի առանձին վերցրած մեկ մարդու կմահաճույքից։ Հենց դրա համար է, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, TRIP-ի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներգրավելով բավականին խոշոր ամերիկյան ներդրումներ, մենք համագործակցում ենք Եվրոպական միության հետ, այլ տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս գտնվող գործընկերների հետ, որպեսզի հենց այդ մեկ մարդու կամքի դրսևորման գինը կամ արժեքը կամ դրա բաղադրիչը որպես այդպեսին հիմնարար այդպես որոշման մեջ հնարավորինս նվազեցնենք, հենց այդ հակառակն է։ Հասկացար Պետրոս, սա ասում է, որ Հայաստանի խաղաղության երաշխիքը TRIP-ն է։ TRIP-ը գիտես ինչ է Պետրոս։ TRIP-ը մի հատ հայ-ամերիկյան համաձայնագիր է, որով ստեղծվել է մի հատ ՍՊ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի 74%-ի բաժնետերը ամերիկացիներն են, 26%-ի բաժնետերը Հայաստանը։ Ասում է Հայաստանի անվտանգության համար մենք ճիշտ է բանակը լուծարել ենք, Ալիևն ասում է Հայաստանի բանակը կազմաքանդվել է, ցանկացած մարտական խնդիր Ադրբեջանը կարա իրականացնի, որովհետև իրանց դիմաց բանակ չկա կանգնած։ Բանակի զինծառայության ժամկետը կրճատել են, թվականակը կրճատել են, ֆինանսավորումը կրճատել են, միակ ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը Հայաստան անդամակցում էր ՀԱՊԿ-ն էր, ՀԱՊԿ-ից դուրս են եկել, ասում եմ ՍՊ ենք բացել։ Այդ ՍՊ-ն մեր անվտանգությունը երաշխավոր։ Այդ ՍՊ-ն էլ բացել են մի հատ համաձայնագրով, Արադ Միրզոյանն ստորագրել է այս տարի Վաշինգտոնում, որտեղ գրած է, որ այդ համաձայնագիրը միջազգային պայմանագիր չի հանդիսանում, վավերացման ենթակա չի եւ կողմերից ոչ մեկը մյուսի նկատմամբ պարտավորություններ չունի։ Իմացար այս խաղաղությունը ոնց է երաշխավորված Պետրոս։ Բայց եթե գնանք խելագարության կանխավարկածով որպես այդպեսին, աշխարհում ցանկացած խաղաղությունը կախված է մշտապես մեկ մարդու կմահաճույքից։ Ամենտեղ այդ մի մարդը մեկն է։ Ցանկացած կոնֆլիկտային կամ սառը կոնֆլիկտ ունեցող երկու երկրների միջև էլ հիմնականում կախված է մեկ մարդու մասին է։ Որ երաշխավոր։ Այ մենք երկկողմ ենք, չէ՞ բանակցում։ Պետք են երաշխավորներ։ Ռուսաստանը դե թող այդ երաշխավորներով այդ հարցը լուծեին 90-ականներից սկսած։ Ոչ չեն լուծել։ Այդ տղա ջան, ոչ չեն լուծել։ Բան լուծել են, որ ասում եմ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում 0 պատերազմ ա եղել, դա դրա արդյունքն ա եղել։ Մենք մեր երկիրը ազատագրել ենք, այդ երկրում հաստատվել է խաղաղություն, այդ խաղաղ պայմաններում էլ մենք ապրել ենք։ Դու էլ բանակում ծառայել ես։ Հələ որ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Քոչարյանը Տիլի Գագոյին նշանակած չլներ կամ թիկունքի վարչության պետ, դու տրուսիկ էլ կունենայիր։ Հələ որ առանց տրուսիկ ծառայել ես, քեզ մի թուրք մոտեցե մի բան ասելա։ Լեղտիկ այտենց ֆրֆռացել ես դրանց աշկի առաջ։ Քեզ մի բան ասել են։ Բա հիմա ասելու են, արա։ Հələ քեզ ասելու են ջանդամը։ Այս մարդուներ են ասելու։ Այս մարդը վախենում ասում է թուրքերը գալու են ուտեն, էլ խաբար չի գխի գալիքը։ Դու որ բանակում ծառայել ես, ունեցել ես, չէ՞ Պետրոս տրուսիկ, մռուսիկ, դու տենց բան խնդիրներ չես ունեցել, չէ՞, չես ասել այս բան։ Ամբողջ Հայաստանի ծառայողներից մենակ սա չունեց։ Քոչարյանը ասում է լավ, հիմա որ դուք Ռուսաստանին sense բզբզում եք, հիբրիդային պատերազմի մասին եք խոսում, կհայտարարի 200% մաքսատուրք Հայաստանի համար։ Ինչ եք անելու հարցը նմանա։ Պետրոս ջան, ջանդ սաղելի այ ցավը տանեմ արա։ 200% մաքսատուրք սահմանի արտահանում պիտի չլինի Հայաստանից Ռուսաստան։ Աստված քեզի ջանսաղություն տա մեկ էլ Վահագին։ Ղազախական ցորենը կթարգեք, մեր գյուղատնտեսական ապրանքները կուտեք երկուսով։
չեք կարա այդ Ռուսաստան արտահանվող ապրանքները չեք կարա դուք երկուսով հələ մի քանի հոգի էլ կողքից որոնն են ձեռքցեն այդ քպեականները բան կուտեք կնստեք ինչ այլ է Վահագ ջան դու ջերմոցի ծաղիկ ես ուտում կարաս այն կատնամթերքը բանը հասկացանք այդ ծիրանը դեղցը բանը էդի կուտ է էդի պրոբլեմ չի լի իսկ ջերմոցի ծաղիկ կարաս ուտես Եթե լավ է պետք ուտես ապեր, որովհետև դրանից էլ է Ռուսաստան արտահանում։ Ախորժակը քաշի մի հատ դու էլ փորձես դրանից։ Վարդ կլի, մեխակ կլի, հիմա ինչ որ կլի, ինչ որ լինում այլ։ Մենք նախ չենք կարծում, որ Ռուսաստանը 200% մաքսատուր կհայտարարի, բայց նույնիսկ եթե այդ կոնտեքստով նայենք, որպեսզի ցանկացած մի երկիր, Ռուսաստանը, Վրաստանը, այս մեկ, այն մեկը չկարողանա Հայաստանի կոպիտ ասած օթերը փակել ու ասենք, չգիտեմ, ինչ որ մի տոկոս մաքսատուրքով Հայաստանին ուղղակի ճնշել ու խեղճացնել։ Ողջ մեր արտադրանքը գնում է Ռուսաստան։ Ես էլ ասում եմ, որպեսզի ինչ որ մեկը չկարողանա Հայաստանի օթերը կոպիտ ասած փակել ու կոնկրետ իր երկրի մաքսատուրքով մի բան անել, մենք հենց դա դիվերսիֆիկացիայի ենք գնում։ Ասում եք անում։ Դա դիվերսիֆիկան է էլի Պետրոս։ Քաշեն կնստեք կուտեք։ Կլնի մի անհանգստացի։ Դրա համար չարժե ռուսները այդ լավ էլ։ Ինչա թե մի քանի 100,000 մարդ գյուղացիական տնտեսություններ իրանց գյուղմթերքը պիտի իրացնեն կամ մի քանի վերամշակող ընկերություններ պիտի իրանց ապրանքը տանեն ծախեն կամ մի քանի գինեգործներ, ես իմ կոնյակագործներ, ես իմ ինչ խաղող մթերեն, հա, մի քանի հազար մարդու խաղող առնեն, սարքեն կոնյակ, գինի, տարա ինչների տա պետք այդ ցավը տանեմ ռադարեք թոյտան, հալալ չի մեր տրիփը Կետան կնստենք թրիփի վրա ադրբեջանական գնացները կան շվալով կանցնեն կնային կուրախանանք։ Մեր ինչին է պետք մնացած բաները։ Իմ ժամանակ ասում եմ Եվրամիության այդ առևտուրը ավելի մեծ էր, քան ձեր ժամանակ։ Լավ, դա անմեղսունակությունն է նորից, հեսա կասեմ ինչի, որովհետև պետք է ուղղակի այդ բացված գնալ, թե ինչ էր արտահանվում իր ժամանակ ու ինչա արտահանվում հիմա։ Այսինքն այդ բուն սիրիո հում ինչ որ մի հումքը արտահանելը դեռ չի համարվում, էլի։ Մենք հիմա նոր ծրագիր ենք մշակել Եվրամիության արտահանումը խրախուսելու համար ու Հայաստանի Հանրապետությունը փոխհատուցում է արտահանվող ապրանքների մաքսատուրքը Եվրամիություն, որպեսզի հայկական ապրանքը կարողանա գնա Եվրամիություն եւ պատրաստի արտադրանք, ասենք կոնյակը, չգիտեմ, ինչ որ էս մի բան, այն մի բան, գնա Եվրամիություն եւ այնտեղ հայկական ապրանքը շուկա նվաճի։ Հիմա լսի անմեղսունակությունը, որն է Պետրոս ասում է, հայկական կոնյակը կարտահանվի Եվրամիություն։ Գիտես որտե՞ղ։ Ֆրանսիա։ Արա նախ քեզ ով է թույլ տվել որ դու ասես կոնյակ։ Արա դու մեր վարչապետին ընդհանրապես շանտեղ չես դնում։ Վարչապետն ասել է որ դրա անունը կոնյակ չի։ Կոնյակը էդի այնա ինչ որ Ֆրանսիայում է արտադրվում։ Դրան պիտի ասես բրենդի կամ խաղողից պատրաստված ալկոհոլային ըմպելիք։ Խմիչք։ Մեկ էլ անգամ լզալես դրան կոնյակ Մաշանորկ։ Հիմա լսի անմեղսունակությունը որն է Պետրոսյան, ասում եմ մենք ծրագիր ենք մշակի որ չկա էլա։ Ուրեմն լսի Պետրոսյան 2001 թվին Քոչարյանի նախագահ եղած ժամանակ Հայաստան անդամակցել է Եվրոպայի խորհրդին։ Սկսել է եվրոպական ինտեգրացիա։ 2009 թվականին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը դարձել է Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկիր։ 2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը Եվրամիության հետ կնքել է ՍԵՊԱ-ի համաձայնագիր տարբեր ոլորտներում համագործակցության համար։ Մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը Հայաստանը Եվրամիության հետ ունեցել է GSP եւ GSP+ առևտրային ռեժիմ, ինչի արդյունքում Հայաստանում արտադրված 7000-ից ավել ապրանքներ Եվրոպական միություն արտահանվելուց ազատվել են մաքսատուրքերից։ Այդ սաղ եղել է մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Վահագ ջան, հələ ասա տենամ այդ ծեր արածը, որ համեմատում ես դրա հետ, հիմա քո ասածը անմեղսունակություն է, թե անմեղսունակություն չի։ Դա անմեղսունակություն է։ Դա մենք անում ենք ու մենք դա անելու ենք ու ստանալու ենք գերազանց արդյունք։ Բայց մենք ինչ ենք անում։ Օրինակ բենզիններ, որ կարող է ինչ-որ մի բայ ասեին, այ օրինակ
այս մի երկիրը էլ Հայաստանին բենզին չի ծախում, ինչ է կանել։ Ներկրում ենք Ադրբեջանից։ Ու ինչա տեղի ունենում դրանից հետո։ Հանկարծ պարզվում է, որ այն Ադրբեջանի պես գյոզալ հարևան ունենք այդ ցավտանը։ Հիմա ինչ Ռուսաստանից դի բենզին չբերվի, ջանդամը բերվի։ Մենք արդեն Ադրբեջանը մեր դաշնակից էլ Ռուսաստանը չի Պետրոս։ Ադրբեջանը Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ ա վարում, այսինքն ռազմական գործողություններ տեղեկատվական միջոցների ուղեկցությամբ հիբրիդային պատերազմ Ռուսաստանը մեր դեմ։ Իսկ Ադրբեջանը մեր բարեկամ եղբայրական դաշնակից պետությունն է, ինքը մեր դեմ ոչ ռազմական գործողություններ է վարում, ոչ է տեղեկատվական, հակառակը նայում ասում է ռուսները ինչ է դրանցից հետո բենզին առնում, եկեք ես ձեզ կտամ, թարգեք դրանց, ռադարեք թույթան, ու միջոցով են դա անում, Վահագ ջան։ Ռուսաստանից, Եվրոպայից ներկրող մեր սիրելի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի մերձավոր շրջապատի մարդիկ ի վիճակի էին փաստորեն 100 դրամ գին իջացնեին բենզինի։ Իրանք Ադրբեջանից չեն ներկրել, ֆիքսենք։ Ներկրում են հիմա։ Իսկ Ադրբեջանից ով է ներկրում, ոչ թե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի մերձավոր շրջապատի մարդիկ, այլ իրա Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի, այդ դու որ մտածում ես Խաչատուր Սուքիասյանը իրան պատկանող ընկերությունը, այս մարդու մերձավոր շրջապատից չէ։ Այ հիմա Պետրոս ջան, չէր կարելի թողնել այդ ցավը տանեմ բենզինի գործը, ես իմ ում մերձավոր շրջապատի, պետք էր բերել ՔՊ-ի մերձավոր շրջապատի մարդիկ այդ գործը զբա, իսկ ՔՊ-ի մերձավոր շրջապատի մարդիկ որտեղից պիտի բերի, որտեղից կարային առնեն, մեր դաշնակից երկրից, Ադրբեջանից, ու փողերա, որ հիմա դրա մեջ աշխատում են։ Իրանք Ադրբեջանից չեն ներկրել, ֆիքսենք։ Ներկրում են հիմա։ Հիմա արդեն ներկրում Բայց են։ չեն ասում։ Հիմա արդեն մի մասը ներկրում է, այն մյուս մասը դեռ չի ներկրում, բայց փաստորեն այսքան 100 դրամ նացենկա էր դնում, հասկանում եք, այս ինչ թվի մասին է խոսքը։ Այսինքն ի վիճակի էր 100 դրամ էժան գնով ծախել։ Ոչ, Վահագ ջան։ Ախր քո ինչ խելքի բանն է, տնտեսագիտություն է, դու գնացես Լավոնական համալսարանից չկարացիր ավարտես։ Գնացել ես պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն է սովորել արաբերենի։ Հիմա ես քեզ ոնց բացատրեմ, դու արաբերեն գիտես, բա գիտես լուրջ։ Օրինակ Պետրոսը նույն համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքերենի թուրքագիտության բաժինն ավարտել, բայց թուրքերեն չգիտի։ Մենակ տես yavaş mavaş տես բաներ բան չգիտի թուրքերեն։ Հիմա չի սովորել, չի։ Դու գիտես։ Հիմա ես ինչ լեզվով բացատրեմ այդ տղա, որ երբ որ ընկերությունը ապրանքը թանկ է վաճառում քո կարծիքով 100 դրամ թանկ, ինքը շահագրգռված չի ապրանքը թանկ վաճառելու, որովհետև եթե թանկ վաճառեց, նախ գնորդ չի ունենա, երկրորդը իր շահույթն է մեծ լինելու, շահույթը մեծ եղավ, շահութահարկն է ավելի շատ վճարելու, իսկ եթե ապրանքի գինը ցածր է դնում, կարողանում է իրացման ծավալները մեծացնի, շահույթից էլ ավելի քիչ շահութահարկ վճարի։ Հիմա այդ բենզինը, որ 100 դրամ էժան է, դա ոչ թե դրանից է, որ իրանք 100 դրամ թանկ են ծախել, այլ Ադրբեջանն է ձեր մերձավոր շրջապատին 100 դրամ էժան տվե, որպեսզի նրանք շուկայից դուրս գան, իրանց բիզնեսները փակվի, իրանք սննկանան, մենակ դուք ու ձեր մերձավոր շրջապատը ու դրանից հետո այդ բենզինի գինը նորից բարձրացնի արդեն ոչ թե 100, այլ ինչքան կուզի այդքան դրամ։ Դա կոչվում է դեմպինգի քաղաքականություն։ Եթե նախորդ ընկերությունները մինչև ադրբեջանական բենզինը ավել գին են ծախել, բա մրցակցության պաշտպանության հանձնաժողով ունեք, այդ հանձնաժողովի բոլոր անդամները բացի մեկից ՔՊ-ով եք նշանակել, բա դրանք առավոտը որ գնացել են գործի այդքան տարի, խոտ են կերել, բա բենզինի շուկայի ուսումնասիրություն չեն իրականացրել, շուկայի կենտրոնացվածության աստիճան չեն գնահատել, գերիշխող դիրք ունեցող ընկերություններին ռեեստրը չեն վարել, չեն գրանցել, դրանց վարքագծին չեն հետևել, բա ինչ են արել։ Ապուշ դուս են տվել, թե դու ես ապուշ դուս տալի, որ իրանք են ապուշ դուս տվել, թե դու։ Պետրոս, դու հասկացել ես Քոչարյանն ինչ ասել։ Անկեղծ ես լավ չեմ հասկանում։ Վահագ ջան, Պետրոսը հասկանալու հետ կապված խնդիրներ ունի, մենք ամեն հաղորդմանը դրա հետ
բախվում ենք էլի։ Եթե դու Քոչարյանի ասածը հասկանաս, բայց դու Քոչարյանի ասածը որ դուս պիտի հասկանաս, դու ասում ես କି չեմ էլ լսե նրա ասածն է։ Եթե հանկարծ հասկացել ես, խնդրում եմ էլի ժամանակին մի ափսոսա։ Մի 20 անգամ բացատրի, թող ինքը հասկանա։ Եթե իհարկե հասկացել ես։ Եթե չես հասկացել, վեր ընկեք տեղներիդ ես ձեզ երկուսիդ բացատրեմ հասկացեք։ Հեն ոնց անենք Պետրոս։ Հələ մի հատ խոսատենանք ինչ ես ասում, հասկացել ես թե չէ։ Ինչ պետք է մենք Չէ, դե տեսեք, եթե նշանակում է Հայաստանը չպետք է սահմանվի 2970 սահմանափակվի։ Հա, չէ, ինքը ասում է չպետք է սահմանափակվի։ Եթե Հայաստանը չպետք է սահմանափակվի իր միջազգային ճանաչված տարածքով, դա նշանակում է պետք է A. Հարձակվի ու տարածքներ նվաճի Թուրքիայից, B. Հարձակվի ու տարածքներ նվաճի Վրաստանից, G. Հարձակվի ու տարածքներ նվաճի Ադրբեջանից եւ D. Հարձակվի ու տարածքներ նվաճի Իրանից։ Այս 4-ից որ մեկը։ Լավ, պարզա։ Դու էլ չես հասկացել Վահագ ջան։ Դա հատե պարզ է, դու ոնց պիտի հասկանայր, էլի հասկանալու համար պետք է այդ բաները կարողություններ ունենաս։ Հիմա ուրեմն ոնց որ պայմանավորվեցինք վեր ընկեք տեղներդ, որպեսզի ես ձեզ բացատրեմ հասկանամ։ Հայաստանը ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն, ցանկություն, նպատակ երբեք չի ունեցել ու չի ունենալու։ Այն որ ասում ես Հայաստան, դա պետություն է։ Ես ոչ գիտեմ, պետք է ոնց անում, խաղալիքներ կան, ոնց բացատրենք սրան։ Ղազախստանը պետություն է, չէ՞, այդ ղազախական ցորեն բան որ ասում եք, Հայաստանն էլ է պետություն։ Հայաստանը պետություն է դառը 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Այդ Հայաստանը, որ դառել է պետություն այդ հռչակագրով, ասում է Հայաստանը մի պետություն է Հայաստան անունով, որը ստեղծվում է հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման արդյունքում։ Էդ է Հայաստանը, հասկանում եք։ Ադրբեջանը դրան չի համաձայնվել, փորձել է զավթի Հայաստանից այդ նոր ստեղծված պետությունից տարածք։ Բայց քանի որ այն ժամանակ դու փոքր ես ել, կենտրոնը բարգավաճում է եղել, կենտրոնն եմ ասում, Պետրոսը, կենտրոնում է եղել։ Ամենք դուք մեկը ծնված չի եղել, մեկը բան չի եղել, այդ ճշնամիներով հələ չեք եղել։ Այն ժամանակ մեր ժողովուրդը հայրենասեր մարդիկ, այդ թվում Քոչարյանը, այդ թվում Սերժ Սարգսյանն, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրի նախագահն ա եղել, գեներալները մեր, ովքեր որ հայրենիքա երկրապահ կամավորականները, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, նրանք այդ մեր Հայաստանը հայրենիքը պաշտպանել են ու նաև պաշտպանությանը նպաստող ազատագրական գործողություններ են արել, բոլոր կրակակետերը լրացրել են, նստել են։ Ու իրանց երկիրը Հայաստանը ամբողջության մեջ եղել է ամուր պաշտպանված երկիր։ Հետո դուք եկել եք, ասել եք չէ, դրանք թալանչիներ են, դրանք վատն են, դրանք մեզ տրուսիկ չեն տալի, որ հակնենք, մեզ սոված են, պահում ձեզ, թալանում են ձեզ, այդ սաղ ասել եք, դրանց հանենք ճամփենք, որ մեր երկիրը Հայաստանը, այն նույն սահմաններով ոնց որ գրել եք ձեր բուկլետի վրա, զարգացնեք։ Հետո դուք այդ Հայաստանից սկսել եք տարածքները հանձնել թշնամուն, դա անել մեր ժողովրդի զավակների արյան կյանքի զոհողությունների գնով միլիարդավոր դոլարների վնաս եք պատճառել մեր պետությանը եւ ժողովրդին ու այն մնացած մասից էլ ինչքան հնարավոր է թալանում եք։ Վերջին անգամ դեկտեմբերին ինչքան փող է ստացել Վահագ ջան։ 3 միլիոն դրամ մենակ դեկտեմբերին։ Դու որ ասեն քեզ տանեն Արտաշատի շուկա 300,000 դրամ քեզի տվող չի լինի։ Պետրոս դու փող ունենաս, դրան 300,000 դրամ կտաս, չես տա։ Դու 3 միլիոն դրամ մենակ դեկտեմբերին ես ստացել թալանե այս ժողովրդին։ Մենակ այս ժողովրդին վնասներ տալու համար։ Հասկացաք Պետրոս։ Հասկացա։ Բա ո՞նց է խաղաղության կուսակցությունը նախքին նաև նրանց սատարում։ Ես հələ պատերազմի կուսակցությունն եմ, այն որ ասում եք պատերազմի, կար պատերազմի ու խաղաղության, հիշում եք։ Հիմա այդ խաղաղության կուսակցությունն էլ է այն գծի մեջ։ Հակը նկատի ունեք։ Այո։ Դեստեղից պետք է հետևություններ անել, թե արդյոք հակը երբևէ եղել է խաղաղության կուսակցություն, թե ոչ։
Հետևություն ինչ հետևությունը։ Պետրոս ուրեմն գիտես ինչ հետևություն։ Ուրեմն իր կարծիքով Հայաստանում ինչքան կուսակցություն կա, բոլոր կուսակցությունները պատերազմի կուսակցություն են։ Մենակ մի հատ կուսակցություն կա, այդ իրանց կուսակցությունն է, որը կոչվում է խաղաղության կուսակցություն։ Մնացածը բոլորը պատերազմի կուսակցություններ են։ Ուղղակի մնացածի բոլորի պաշտոնավարման շրջանում խաղաղություն ա եղել, բոլորի, ով որ եկել է իշխանության, ասենք հանրապետականը կլինի, կոալիցիա կազմած կլինի Դաշնակցության հետ, Բարգավաճի հետ, Օրինաց երկրի հետ, միավորված աշխատանքային կուսակցության հետ, ընդ Գուգո Արսենյանը, հանրապետականի կոալիցիոն գործընկերներից այլ։ Վիգեն Խաչատրյանը մեռավ, այնել է հանրապետականի կոալիցիոն գործընկերներից եղել, Օրինաց երկիրն ասի, ով եղել է Պետրոս, այն ժամանակ ՀԱԿ-ը որպես ՀՀՇ բոլորի պաշտոնավարման շրջանում եղել է խաղաղություն, իրանք 7 տարի իշխանության են, 7 պատերազմ ա եղել, բայց իրանք կոչվում են խաղաղության կուսակցություն, այն մյուսները կոչվում են պատերազմի կուսակցություն, հասկանում ես Պետրոս, իրանց մոտ թարս է էլի, խաղաղություն ու պատերազմ բառերի տեղերը խառնած է, սրանք որ ասում են խաղաղությունը պետք է հասկանաս պատերազմ, որ ասում է պատերազմ, այսինքն ասում է Քոչարյանը պատերազմի կուսակցությունից, պետք է հասկանաս Քոչարյանը խաղաղության, ՀԱԿ-ը պատերազմի, ուրեմն ՀԱԿ-ը խաղաղության, որ ասում է մենք խաղաղության կուսակցություն, ուրեմն իրանք պատերազմի պարզ է, իրանց մոտ թարս է, էլի ամեն ինչը թարս է իրանց մոտ։ Բերել եք ձերոնց պարգևավճարներ եք բաժանում։ Այսինքն դուք ձեզ պարգևավճար եք բաժանում։ Ես այն օրը մի տարբերակի լսեցի, որ սա ձեր կուսակցությունը ֆինանսավորելու լեգիտիմ ձև եք գտել։ Այդ միլիոնավոր դոլարների պարգևավճարները բաժանում եք։ Միլիոնավոր դոլարների։ Դե որ գումարես միլիոնավոր դոլար ասում։ Ինչ գումարես, այսինքն այդ եթե գումարես նախարարությունների շենքի օրինակ անվտանգության աշխատակիցների, հավաքարարների, մասնագետների։ Արա, չէ, դու դրանց հետ գործ ունես։ Պետրոսը ասածը վերաբերում է մենակ ազգային ժողովի падգամավորներին, կառավարության անդամներին, կառավարության յետակա կազմակերպ, այդ մարմինների ղեկավար կազմի մասին է խոսքը, այո, ճիշտ է ասում, միլիոնավոր դոլարներին է։ Ուրեմն ինքը չգիտի, իրականի կստացել է չգիտի, դու գիտես։ Քոնը միլիոնավոր դոլար չէ, քոնը միլիոնավոր դրամներ ա եղել։ Բայց այդ միլիոնավոր դրամները, որ գումարում ես իրա, արելում է միլիոնավոր դոլարներ։ Ասա, ոնց որ խելոք բաներ ես ասում։ Վերջում այդ մարդիկ բերում են այդ գումարները մուծում են ձեր նախընտրական ֆոնդ։ Այսինքն ստեղից պետքա երկու հետևություն անել։ Մեկը, որ այս մարդիկ ընդհանրապես կամ կարդալ չգիտեն փաստաթղթերը կամ չեն հասկանում, թե այդ պարգևավճարները ում են տրվել, նաև էլ, այսինքն այդ մեծ թիվը, որ ասում են, դրա երևի տենց մի 5%-ն է բարձրաստիճան պաշտոնյաներին տրվել։ Մեծ մասը հիմնականում ավելի ցածր շերտի ցածր աստվածով, նկատեմ հաստիկացակով ավելի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Սպասի, Վահագ ջան, միցեր, մենք գեշ ենք, որ դու կարողանաս մեզի ցրես։ Պետրոս ուրիշ բան ասում։ Ասում այդ պարգևավճարները դա ձեր կուսակցության ֆինանսավորման մի հատ մեխանիզմ է, որովհետև ճիշտ է ասում, հետաքրքիր ընդդիմությունն ասում է, ասես կարդալ չգիտենք, կարդացել ենք, բա մեր կարդացածով ենք ասում։ Բա մենք կարդացել ենք, որ դուք ձեր կուսակցությունում սահմանել եք գխագին, ով որ ուզում է ընդգրկվի 26 թվի ընտրություններում ՔՊ-ի ցուցակ, ձեր կուսակցության վարչությունով եք այդ որոշումը կայացրել, այդ վարչության փոխնախագահն ես դու։ Պիտի կուսակցությանը մուծի 500,000 դրամ մի գլուխը։ Էդի ոնց է կուսակցությունը մենակ գլուխներն է, վոտերը չեք գրի, ասենք մի գլուխը 4-ը վոտա, թե 2 վոտա ձեր հաշվարկը ինչով է այդում։ Լավ, ասենք վոտերը չենք հաշվում։ Գլխով ենք հաշվում։ Հիմա դուք վարչությունը որոշում եք կայացրել, ասում եք մի գլուխը, ով որ ուզում է դառնա, բանալը իտո հələ պարզ չի կդառնա թե չէ, բայց որպեսի դիմի, եթե ՔՊ-ի անդամ է 500,000 դրամ է մուծում։ Եթե ՔՊ-ի անդամ չի, ասենք օրինակ մարդ ես, ենթադրենք Պետրոսի բաժանաղն է, ՔՊ-ի անդամ չի։ Պետրոս չես զում, բաժանաղ չունես, դու տանես գրեք ՔՊ-ի ցուցակում։ Արա գիտես չէ, որ ընտրվի դեպուտատ բաժանաղը իրար դեմ։ Իսպանիա ֆուտբոլ է տալուց, էլ իրան վիզա պետք չի, դիվանագիտական հանձնագրով արդեն առանց վիզայի կարող։ Մտածի։
Եթե ԿՊ-ի անդամ չի, ասենք ենթադրենք ԿՊ-ական չի, Պետրոսի բաժանաղն է։ Ուրեմն դրա մի գլուխը 1.5 միլիոն դրամ է։ Պարզ է։ Հիմա օրինակ մարդ կա, քցիպ։ Օրինակ ասենք են Բագրատյան Սերգեն, չի ուզում 1.5 միլիոն մուծի, գնաց է դիմում է գրե որ դառնա ԿՊ-ի անդամ, որ գլուխը 500,000 դրամ մուծի։ Մի հատ ուրիշ մեկը կա, քցիպ, Սուքյասյան Խաչիկը, լսել է ԿՊ բանը ցուցակում լելու համար պիտի 1.5 միլիոն փող տա, ափսոսել է տա։ Ասում ախպեր դուք եք ձեր ցուցակն էլ։ Ես գնում եմ իմ ադրբեջանական բենզինի հետ։ Իսկի փողը չի տվել, իսկի չի էլ ուզում։ Հիմա ձեր մոտ ասում է գլխագին է։ Հիմա որպեսզի այդ փողը պետական բյուջեից վերցնեք, բերեք մուծեք ձեր կուսակցությանը, Նիկոլն ինչ ասում է մարդի փողը տալիս եմ, ես քո 500,000, ես քո 1.5 միլիոն։ Կտանեք կմուծեք կուսակցության, ստացել ես 3 միլիոն դրամ դեկտեմբերին։ 500,000-ը տանում մուծում ես կուսակցություն։ Դառավ թիվ թվաբանություն, այդ ասում, հլետի Նիկոլնա ԿՊ, ընդ բտիկին Աննան ինչա, ու կարծիքով բանա, խոտ աուտում, թե գիրք է կարդում։ Տիկին Աննան էսա մեծ սաղին մեծ նամակ կգրի, կասի ճաշի եմ հրավիրում, լափամանը 1 միլիոն դրամ։ Բա ոնց, կասի դավայ, պերեմյաները ստացել եք, դե բերեք մասնակցեք ճաշին։ Լափամանը 1 միլիոն դրամ, սիրուն մուծեք, հլետո մեկը չմուծի, դենամ շիշը կբռնի, թե չի բռնի, բա, էդ ասում Պետրոսը, հելը դու քո լսածը գիտես Պետրոս ջան, պարզա չէ դրանց ներսում ինչեր է կատարում, հելը մեծ սամտը քթի մետի դրանց WhatsApp-ի խումբը տես ինչեր են կատարում։ Ասենք մասնագետներ, ավագ մասնագետներ, բաժնի պետեր, վարչության պետեր, պետական ապարատին, այսինքն որ հասկանաք, այնտեղ համակարգչի դիմաց նստած ինչ-որ մի հատ աշխատող առողջապահության նախարարությունը, որը ոչ կուսակցական է, ոչ իր անունը գիտեք, գուցե ձեր հարևանն է, այսինքն ինքը պաշտոնյա էլ չի, ինքը պետական համակարգի աշխատող է, Իրանն է այդ պարքի ավճարը եւ այլն։ Իրոք, եթե առողջապահության նախարարության աշխատող է, ուրեմն պիտի կարող լինի։ Որովհետեւ անշնորհ բան կլի, ասենք ինքը չպարի։ Եթե պարեց, արդեն պետք է իր պրեմիան ստան։ Եթե սոցիալ նախարարության աշխատողը լի Պետրոս ջան, ուրեմն ինքը երկող է։ Եթե հենց վարչապետի աշխատակազմի աշխատողը, ուրեմն ինքը ուդարնիկ խփող է։ Պետրոս դուսկի տունը փորձեր արել ես, ասենք կաստրուկը տնես, փետերով տենց խփել կալբանով, շերեփով, բանով խփես, գթալով կաստրուկներին։ Գիտես չէ, մարդկա անում է։ Արել լանգի հավեսի։ Թոշակները, այ դուք թոշակները չեք բարձրացնում, բայց պարքավճարներ տալիս եք, էլ չասած 10,000 դրամները, որ դուք ասիք որ թոշակ առում չգիտի ինչ անի, ոնց կմեկնաբանեք։ Ոնց պիտի մեկնաբանես Պետրոս այդ հարցին Նիկոլ Փաշյանը Արա գլխավոր մարդը արդեն այդ հարցին պատասխանել է, դու եկել ես 3-րդ սորտի մարդուն, 3-րդ չէ, ղազախականը որ սորտներ, 4-րդ։ Դու գնացել ես 4-րդ սորտի մարդուն, հələ նոր բաներ ես հարցնում։ Արա Նիկոլը ասել է, այ ախպեր, ինչ թոշակ, դրանց вообще թոշակը չտա։ Բիզնեսի ամենալավ տարիքն է։ Պետրոս դու քանի տարեկան ես։ 51։ Հələ մի հատ քեզ լավ նայի, քեզ հետևի էլ այդ վիսկի խմելը թարգի, քեզ առողջանդ հետևի, այդ ղազախական ցորենն էլ քիչ, դրա վրա շատ շեշտ մի դիր։ Հասնես 65 տարեկան կտենաս էլի։ Էդ են բիզնեսին մարդուն ամենածաղկուն շրջանն, ասենք մարդ կա 70-80 տարեկան, ասենք բիզնես լեյդի 80 տարեկան կանայք կան, բիզնես լեյդի սոտավիով իր ավտոներով պետք է բանկեր, փոխանցումներ անում, ճամփորդություններ, պայմանագրեր, արտասահմանյան սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, հյուրեր, բան բիզնես լանչ հանդիպում, սա դրանք մեր թոշակառուներն են անում, որովհետև Փաշինյանն ասում է դա բիզնեսով զբաղվելու ամենալավ տարիքն է, ճիշտ է ասում, մարդը այդ տարիքում արդեն կենսափորձ ունի, պայմանները խելքը ունի, սա նորմալ պիտի զբաղվի բիզնեսով։ Ինչ թոշակ է, նստած նայում են պետության երեսի, պետությունը իրաց թոշակը տա, արա գնացեք բիզնեսով զբաղվեք, արա կյանքը բնությունը ձեզ այդ հնարավորությունը տվել է։ Ինչի՞ պետք է մարդիկ բիզնեսով չզբաղվեն։ Որ նստեն սպասեն,
10,000 դրամը լրացիչ փող կտար, չես իմանում, պետության փողը տվեց։ Ինչ իմանաս, ինչի վրա կտանի կծախսի այդ մարդը։ Մեծ մարդը մեկ է տեսար, մոռացավ ընդհանրապես, որ իրան 10,000 դրամ փող են տվել։ Բայց կլինի, համ փողը ստանա, համ է մոռանա, որ վերցրել։ Դրա փոխարեն դու դա բիզնեսով զբաղվենք, իր փողը աշխատի, հենց պետության հարկն վճարի, որ այս մարդիկ պրեմիա ստանան։ Վաղագույն փողերով պրեմիա ստանա։ Ուղարկեք թույտան աշխատեն։ Մենք այդ նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 36,000 նախ, հետո էլ 20%-ի այդ քեշբեքի հնարավորությունն ենք տվել, այսինքն սա դառել է մոտավորապես 43,000 դրամ։ Նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում 43,000, 16,000-ից։ Ես իհարկե ուզում եմ մեր թոշակառու տատիկներից ու պապիկներից ներողություն խնդրել, որ այս իհարկե այն գումարը չի, որը որ մեր իդեալն է, ու այս այն գումարը չի, որը որ մեր վերջնանպատակն է։ Միանշանակ էլի պետք է բարձրանան ապագայում ձեր թոշակները, բայց ինչ հաշվարկ ենք անում։ Պետրոս ջան, Վահագ ջան։ Պետրոս, սա է միայն դեկտեմբեր ամսին սիրելի թոշակառուներ, լսեք։ Այս մարդը ստացել է 3 միլիոն դրամ փող մենակ մի ամսում։ Անես չի որ ինքը նոյեմբերին փող չի ստացել, նոյեմբերին է 1 միլիոնի չափ է մոտավորապես ստացել, բայց մենակ դեկտեմբերին ստացել է 3 միլիոն դրամ։ 3 միլիոն դրամը, որ բաժանում ենք իր ասած թոշակի չափին, որ իրանք սահմանել են 36,000 դրամին։ Ուրեմն ստացվում է 83 ամսվա թոշակի գումար։ Մի հոգու 83 ամիսը մոտավորապես 7 տարի է։ Այսինքն հիմա եթե կա թոշակառու 70 տարեկան թոշակառու, եթե հաջողություն լինի 7 տարի ապրի, 7 տարվա իր ամեն ամսվա թոշակի գումարը հունվարը, հետո մի ամիս կանցնի փետրվարին է, հետո մարտին է, կարող մի ճուշացնեն, հետո 7 տարի այդքանը հավասարը մենակ Վահագի մի ամսվա 2025-ի դեկտեմբերին ստացած պրեմիայի գումարին։ Հասկանում եք, սիրելի թոշակառուներ, ինչեր են անում այս մարդիկ ձեր համար։ Պետք է այսպես ընկնեք այս մարդկանց ոտերը, շնորհակալություն, որտեղ որ մի հատ քպեական տենակ, պիտի ընկնեք այդ մարդկանց ոտերը, շնորհակալություն հայտնեք, որ իրանք ձեզ այդպես պայմաններ են ստեղծել, ոնց որ խոստացել են։ Չեն խոստացել, ասել են մենք գալիս ենք իշխանության, այդանք են հարուստների թալանած փողերը բերենք, բաժանենք ձեզ։ Չեն խոստացել, խոստացել են։ Հիմա որ եկել են ձեզ քիրում են, այսպես քիրում են ձեր ելած փողն է ձեռներից առնում են, տրանսպորտը թանկացնում են, բնակարանների գույքահարկը թանկացնում են, մնացած հարկերը բարձրացնում են, ապրանքի գները բարձրացնում են, այդ ապրանքի բարձրացած գներից հարկերը վճարում են, թալանում են, կեղեքում են, բաժանում են իրար մեջ, պրեմիաները նստում են, ձեզ էլ ասում են անշնորհքներ, այսքանից հետո դուք չեք եթալու, այս մարդկանց ընտրեք, որ ձեր գլխին էլի պատերազմներ բերեմ, 7 հատ բերել են 7 տարվա մեջ, քիչ չի դա, բայց մի 3 տարի էլ չելի, մի հատ 3 հատ պատերազմ էլի վերան, էլի 10-ից 10, ոնց չտաս տենց հնարավորություն այդ մարդկանց Պետրոս, ոնց չտաս, ասա, դու կընտրես չէ քպեին, ով որ կընտրի, այդ ճակատագրին է կարժանա, կքիրվի, կթալանվի, կընկնի պատերազմների մեջ, բայց զաթես մարդիկ լավ կապրեն։ Բա ինչի էր նման։ Ջոզ զալի պես տղան, դու դրան ասկի ձեր բարգավաճի երիտասարդականից էր։ Երիթևի ներկայացուցիչ էր։ Բայց անշնորհք այն ժամանակ դու դրան ասկի կենտրոն հեռուստաընկերություն չէիր կանչի։ Այդտենց խելքի, այդտենց շնորհքի, այդտենց տեսքի տղա էր։ Կանչեիր կենտրոն հեռուստաընկերություն։ Մի քիչ թոսեց այս մարդկանց լուսավոր բաներ ասել։ Ինչի՞ չէիր անում, արա, հա։ Նոր զարթնել ես։ Այս թոշակներից հետ մենք մի ուրիշ շատ ավելի մեծ բան ենք արել մեր տատիկների ու պապիկների համար։ Անվճար բժշկական ապահովագրություն։ Ես ուղղակի առաջիկայում սրա մասին ավելի մանրամասն կխոսենք։ Ես հունվարը առաջին ամիսն է, որ գործում է անվճար բժշկական առողջական ապահովագրությունը մեր տատիկների ու պապիկների համար։ Նրանք կօգտվեն սրանից։ Ես վստահ եմ, արդեն տասնյակ հազարավոր մարդիկ օգտվել են կամ օգտվում են արդեն իսկ։ Վահագ ջան, եկող ամիս նաև բաները կազմակերպեք այդ տատիկներին, պապիկներին, Տարեկ Վարչաբենդի համերգներին։ Մարդիկ այդքան փողերի մեջ նստել են,
մի քիչ էլ մշակութային կյանք թողնի էլի։ Օրինակ Պետրոս, Ջենիֆեր Լոպեսի համերգին գնացին մեր տատիկները, պապիկները։ Պետ բյուջեից այդքան միլիոնավոր դոլարների փող էր ծախսվել։ Կարային այդ փողը տանեն իրանց թոշակ տային, չէ՞, չեն տվե իրանց համար։ Այդ համերգը կազմակերպել է թոշակառուներն, այդ համերգի գումարը հաշվել, որ տվել են թոշակառուներին։ Մասնակցել են թոշակառուները Ջենիֆեր Լոպեսի համերգին։ Եթե չեն մասնակցել, կազմակերպեք, աբոնեմենտներ բան բաժանեք, թողան մասնակցեն վարչապետի համերգներին։ Վարչապետը կազմակերպում է երիտասարդների հետ համերգ, ես ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դա համերգ ալնելով։ Այո, վարչաբենդը նվագելու է։ Որտեղ նաև ինքն է մասնակցում։ Իհարկե վարչաբենդը իր բենդն է։ Ես տեսա Գառնիկ Դանիելյանը եւ ընդդիմադիրները ասում են, որպեսզի այդ մակարդակի թմբուկ նվագից, պետք է օրը մի ամիս 2 ժամ պարապես։ Ինչով է զբաղված վարչապետը։ Այդ ումա պետք է այդքան պարապել։ Չէ, որտեղ որ ինքը կանա նվագից։ Մարդիկ տարբեր տաղանդի են լինում։ Մարդ կա ում պետքա, չգիտեմ, մի ամիսը ամսական ամեն օր 2 ժամ, մեկին 1 ժամ, մեկին 5 ժամ, չգիտեմ։ Մարդիկ տարբեր տաղանդի են լինում։ Պետրոս, դու ճիշտ ասում ես մարդ էլի, սպասում է որ ինքը ասի։ Արա դու մեր վարչապետի տաղանդը մինչև հիմա չես հասկացել։ Արա նա տաղանդավոր խոհարար, հələ հիշել են նոր տարուձը, օրինակ այս տարի չսարքեց, այս տարի ոնց որ ինչքան կերել էին։ Անցած տարի այդ սննդի մնացորդները որ մնացել էր։ Տես ոնց դրեց։ Արա այնտեղ են պատմես թե ոնց արի դրան բռնի տարան դատին։ Կարող ես է պատմեմ ինձ տանեն դատին։ Ջանդամ է պատմեմ։ Սոխը կտրտեց։ Տակացրեց, այն սննդի մնացորդները կտրտեց։ Լցեց վրան, ծուն, ջարդեց, կերավ։ Աննան չկերավ, նա տեսավ, նա ուտելու բան չի, բայց ինքը մենակ կլոխը կողես մեջ, տաղանդավոր խոհարար։ Հիմա այս մարդը բնատուր երաժիշտ է։ Այն քո ասած այդ Գառնիկը որ ասում է Դանիելյան, այդքան այդ են սովորական միջակ երաժիշտների ասենք, բառաբանщիկների համար ասենք, Ֆիլ Քոլինս, հա, Ֆիլ Քոլինսը կարող է, պիտի օրը 2 ժամ չէ, կարող 8 ժամ պիտի պարապի, որ կարողանա նվագի։ Դու Նիկոլ Փաշինյանի տաղանդը համեմատում ես, ասենք, Ֆիլ Քոլինսի ունակությունների հետ։ Նա կարա հենց մի անգամից նստի կաստրուկեկը շարի, այն հեղափոխության վաղտ ոնց էր են աղջիկը ասում էր հելեք բանը շերեփները խփեք կաստրու, այդ ընդից է գալի։ Հիմա նա կարա կաստրուկները շարի, քթալով բանով այսպես խփի վсё, պատրաստ արդեն համերգը պատրաստ է, մի անգամից արդեն բեմը դրին, խումբը բերին, արդեն ինքը նվագը տաղանդավոր մարդ է, բացառիկ ունակություն։ Պետությունը տես ոնց է կարող, ուրիշները այդում են, եսիմ, տարիներով սովորում են, համասարներ են սովորում, ասպիրանտուրաներ են սովորում, պաշտպանում են, արտասահմանյան վերապատրաստումներ են անցնում, որ գան մի ստից մի գործի կա, հələ այս մարդը Իջևանի դպրոցի, թիվ 1 դպրոցի շրջանավարտն է Իջևան, առանց կրթության, առանց գիտելիք, առանց աշտես ոնց է ղեկավարում երկիրը։ Աշխարհի մեծերի հետ նստում ելնում է այսօրվա դրությամբ Թրամփի ինգեներից է WhatsApp-ը համարը դր հրաշխարհ տաղանդավոր բացառիկ ունակություն դու ասում ես Գառնիկ խելք տվել ես Գառնիկի խելքին ժամերապետ ասում է որ նստի պարապի ոչ մի դեպքում մի անգամ հələ մատ լյուբոյ բաները մենակ բանա ուդարնիկն է հələ մատ սաքսոֆոնը դու բերանը տես ոնց է փչում Հələ մեծ փորձեք էլի։ Մի րոպեում կնվագի, արդեն մի հատ էլ սաքսոֆոնի անուններ կփոխեն կդնեն վարչաֆոն։ Վարչաֆոն կնվագի։ Սենց էր երկրպագուներ ունի, տեսար գնացին երկրպագուները, լսվան, դաժենտի լիգագոնել էր գնացել, ես տեսա հենց իմացա Ալիևն է, բայց պարզվեց ոչ էլ Ալիևն է, ինքն է։ Ալիևն ինչի՞ չէր եկել վաղ համերգի։ Չէի կան, չէ դրան։ Արա լավ առիթ էր էլի, լավ կներ որ ինքն է գար, են տեցիկը ռուգից բանից տեսա եկել էին, բայց Ալև չեր եկել։ Բարնվազն իմ տեսածից վարչապետը ավելի տաղանդավոր է, քան նրանց ասած։ Եվ Քոչարին հարցեցին, ինքը ասաց ես կապիկություններով չեմ զբաղվում։ Բայց սատկացառույցի վրա ինչ էր անում։ Նկարվում էր։ Դե առողջ մարդիկ երաշտական գործիքներ շատ-շատերը։
հոբի ունեն, երաժշտական գործիքներ նվագում են։ Դա սովորաբար կապիկություն չի։ Արա ով տեսե Պետրոս ջան, արա մարդը նստի սատկած առուձի վրա։ Մարդը տեսել է սատկած խոզ խանձի Իրանստան հայաթը։ Ինչ եղավ քեզ։ Ինչի գույն էդ գցիր։ Ինչ եղավ քեզ։ Ես Վա քեզ ինչ եղավ։ Արա ես բանը նկատի ունեի, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանում իրանց տան Բաքում անցած տարի նոր տարուն խոզ էր խանձում։ Հանգիստ։ Մարդը տեսել ես խոզի վրա նստի, խոզ խանձի։ Մեր հյուրը Վահագն Ալեքսանյանն էր, կհանդիպենք ցտեսություն։